քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ ակադեմիան, որը վաղ շաբաթում կառուցվել էր եւ հանձնվեց շահագործման 17 թվականին, դա հանձնել եք ՆՕԱ-ին։ Ինչ հիմքերով եք հանձնել, դա որպես այսպես ասած անհատույց օգտագործման կամ պայմանագիր է կնքվել որոշակի կամ վաճառք է իրականացվել, որովհետև կան պնդումներ, որ առնվազն 600-ից 700 միլիոն դոլարով իրականացվել է վաճառք ՆՕԱ-ի վրա եւ այդ մասով չկա որևէ փաստաթուղթ։ Կներեք, էմոցիոնալ արձագանքները առանց էմոցիոնալ արձագանքների հիմա դուք եւ կներեք խնդրում եմ իմ նույնաբովանդակ նաեւ տեղեկություններ են շրջանառվում Ավանում գործող ֆուտբոլի ակադեմիայի մասին, որ ժամանակին դուք նաեւ այդպիսի պլաններ եք ունեցել մասնատված շահագործման հանձնել ինչ որ կառույցների եւ ասում են, որ գործարք է քննարկվել օրինակ Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ։ Խնդրում եմ նաեւ հերքեք կամ հաստատեք այս տեղեկությունները, բայց էլի հարցեր ունեի պարոն Նիկողոսյանի հետ կապված, գուցե դա արդեն պարոն Նիկողոսյանին տամ, հա։ Ուրեմն, գիտեք, ես երբ որ խոսում ենք աբսուրդից, աբսուրդը սահմաններ ունի։ Եվ որ դուք խոսում եք 600-700 միլիոն դոլարով, դուք հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Ներողություն դրան, ներողություն եմ խնդրում, եթե դոլարը։ Հիմա, ուրեմն մեր բոլոր ենթակառուցվածքները մեր չէ, մեզ պատկանում։ Ընդհանրապես ֆուտբոլի ֆեդերացիան չպիտի ունենա ենթակառուցվածք բացի մեկ ազգային ստադիոնից եւ ամեն ինչ մենք կառուցում ենք, մենք տարբեր պայմաններով հանձնում ենք ակումբներին։ Դա անում ենք միայն մի պատճառով, թե վարձակալությամբ, թե անհայտուց օգտագործմամբ, թե այդ գումարը, որը ծախսել ենք դրա դիմաց տալով։ Ուրեմն բոլորը մենք հանձնում ենք տարբեր պայմաններով, դա մեկ։ Եվ դեմ չենք լինի, եթե մենք մեր ակադեմիան, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորին համոզվամ չպիտի ունենա ակադեմիա, որտեղ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար պրակտիկ դաշտում պետք է պատասխանատու լինեն միայն ակումբները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է ռազմավարություն տալ իրենց, աջակցել, կրթական ծրագրեր անել, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կետում չպետք է ունենա ակադեմիա։ Եվ այո, մենք քննարկել ենք տարբեր, իդեպ 19 թվականից նաև նախորդ նախագահ Արտուր Վանեսյանը իմ ներկայությամբ քննարկել է Արտուր Սողոմոնյանի հետ ակադեմիան ինչ պայմաններով տարբեր վաճառքի, անհատույց օգտագործման որևէ պայմանով հանձնելու, որպեսզի ակումբը ունենա իր տեղը եւ որպեսզի ակումբը զբաղվի մանկապատանեկան ֆուտբոլով։ Ուրեմն որքան մենք այսօր պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները, որ դեռևս այսօր տնօրեն, չնայած մեծ հաջողությամբ Արմավիրը, Էջմիածինը, Աբովյանը մենք հանձնել ենք արդեն, պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները յուրաքանչյուր որևէ պայմանով տալ ակումբներին, որպեսզի ակումբները զարգացնեն իրենց ֆուտբոլը։